Տիկին Անդրեասյան, դուք կարծում եմ շատ լավ բառ օգտագործեցիք վստահություն եւ էլի լավ լուրերի տրամաբանության մեջ ես կարծում եմ գոնե իմ տպավորությունն է այսպեսին, որ այսօր արդեն եւ բավական երկար ժամանակ այնպես չի, որ այսօր սկսվեց դա, իմ տպավորությամբ հատկապես մայրաքաղաքում եւ խոշոր քաղաքներում ծնողները երեխաներին ավելի մեծ ազատություն են տալիս եւ ավելի մեծ վստահությամբ են վերաբերվում նրանց։ Այս շատ կարևոր մի նրբություն է, որը էլի կարա կապված լինի ընդհանուր կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների եւ այլնի հետ։ Եվ ես մտածում եմ, որ ինչքանով սա կարա մանավանդ հիմա շատ մեծ խնդրեմա երկրում եւ աշխարհում, ինչքանով կարա սա կապ ունենա օրինակ վատ սովորությունների ձեռքբերման եւ այլնի հետ, բայց հետահայաց երբ որ նայում ենք, օրինակ եթե վերցնենք ծխելը որպես շատ վատ եւ շատ վնասակար սովորություն, օրինակ ես հիշում եմ այն ժամանակներում ծխելու հետ կապված ամենախիստ վերաբերմունքը եւ տենց շատ բան վերաբերմունքը ծխելու հետ կապված էր մեր միջավայրի, մեր ավակների, ծնողների եւ այլնի, որ ծխելը համարյա հավասարեցված էր հանցագործության նման մի բան էր ընկալվում, բայց մենք բոլորը սկսեցինք ծխել։ Այսինքն այդ բան միջավայրը, որ տեսեք հենց բռնվեք պրոբլեմ առնելու եւ դա չի կար, դա ամենևին չխոչընդոտեց, որ մենք սկսենք ծխել։ Բոլորս սկսեցինք ծխել, հետո ոչ մեկ մեզ չասեց, այ բան արա, ծխելը թող չնայած մեր որոշ գործընկերներ դեռ շարունակում են ծխել, հասկանալի է, բայց նկատի ունեմ էլի անձնական ընտրության հարցը, այդտեղ մյուս բանը այդ խիստ համակարգը որոշակի դերակատարություն բան չունի։ Չեմ կարծում, թե ես նկատի ունեմ հիմա օրինակ շատ է խոսվում թմրամիջոցների հետ կապված խնդիրների մասին եւ ակնհայտ է, որ այդ խնդրեմը կա։ Ես հիմա զուգահեռ մտածում եմ, ասում եմ, այդ ազատությունը ինչքանով է նպաստում դրան, դե երևի ինչ որ չափով նպաստում է, բայց հետահայաց որ նայում եմ, որ այդ խստության կամ ինչ բառ ասեմ, տենց բանի, տենց ռեժիմային մթնոլորտը ժամանակին այդ ընկալում ենթադրում եմ հիմա էլ կա այդ ընկալումը ծխելու հետ կապված, բայց այդ շատ խիստ եւ բանի սարսափի մթնոլորտը խոչընդոտ չդարձավ, որ մենք ժամանակին սկսենք ծխել։ Ենթադրում եմ, որ ստե չի խնդրեմը մի քիչ այլ տեղ է եւ երևի պետք է փնտրել գտնել այդ խնդրեմի լուծումը։ Իմիջիայլոց ասեմ, մենք այս վերջերս նաեւ թմրամիջոցների դեմ պայքարի հարցում կարծում եմ բավականին կարևոր քննարկում ենք ունեցել, մասնավորապես ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի տրամաբանության քննարկման ընթացքում իհարկե մենք պետք է առերեսվենք, որ դա շատ լուրջ խնդրեմ է, բայց նաև այդ խնդրեմի դեմ պայքարի մեր մարտավարություններն ու ռազմավարությունները պետք է մաքսիմալ արդյունավետ լինեն, որպեսզի մենք համոզված լինենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ ի վերջո կարողանում ենք ճիշտ հասցեագրել։ Ամփոփելով ասեմ, որ այո, սա շատ կարևոր է եւ փոխվում են, մենք պետք է դա էլ արձանագրենք, որ օբյեկտիվորեն փոխվում են պատկերացումները, զարգացմանը զուգահեռ պատկերացումները, հարաբերությունները եւ այլն եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է ուղղակի արձանագրենք հետեւյալը, որ ազատությունները իրանք նեգատիվ բաների կարող են բերել, բայց դա չի նշանակում, որ ազատությունը ինքը նեգատիվ երևույթ է, որովհետև մյուսն էլ է բերում նույն ընդհակառակը այսօր կան երկրներ, որտեղ ժողովրդավարություն չկա ընդհանրապես, հակոտնյա են այդ երկրների ժողովրդավարության հետ, բայց նույն թմրանյութերի հետ կապված խնդիրները ոչ միայն էականորեն ավելի մեծ են, բայց նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ տասնյակ անգամներով ավելի մեծ խնդիրներ կան այնտեղ, այնպես որ խնդիրը այդ չի, ուղղակի նաև հետեւյալը կամ ուղղակի որպես մի դիտարկում ես անեմ, մի խորհրդակցության ժամանակ գուցե կառավարության նիստում եմ առիթ ունեցել դրա մասին խոսել, ես առաջարկում եմ, որ մենք երբեմն խոսելիս ասում ենք նեգատիվ, ոչ թե նեգատիվ, այլ տենց ոչ այդքան դրական փոփոխման ենթակա երևույթների մասին ասում ենք ավանդական, այսպես ես առաջարկում եմ, որ մենք ավանդականը, ավանդույթը նեգատիվի հետ չկապենք, դա չի մեր ավանդույթը, որովհետև հա, ինչքան էլ մեր ավանդույթը նույն ընտանեկան ավանդույթի ամենակարևոր տրամաբանությունը
որը մենք պիտի ավանդույթ համարենք այն է, որ այո մարդը ազատ է, անկախ է, ընտանիքում էլ ինքը ազատություններ պետքա ունենա, բայց հարազատի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ խնամքը, ծնողի նկատմամբ հոգատարությունը, այն պայմաններում, երբ այսօր նաև ընտանեկան շատ ավանդույթներ կան, տատիկներ, թոռնիկներ հարաբերությունները, որ շատ դեպքերում ըստ էության ես դա շատ լավ բան եմ համարում եւ մեր ինքնության կարեւորագույն մասերից մեկն է, որ երեխաները այնտեղ որտեղ Աստված տվել է եւ կան առողջ տատիկներ եւ պապիկներ, իրանք հիմնականում դաստիարակվում են պապիկների եւ տատիկների ձեռքով եւ դա մեր այն իսկապես շատ արժեքավոր ավանդույթներից մեկն է, որ ուժեղացնում է մեր ընտանեկան կապերը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ձեզ ասեմ նաեւ շատ զարգացած երկրներում այդ նույն երևույթը շատ նույն ձևով արտահայտվում է։ Այդտեղ շատ կարևոր է, որ մենք այս նրբություններն էլ իմանանք եւ իհարկե այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ ծնողների նկատմամբ խնամք կա առանձնահատուկ եւ նաեւ եւ ծնողներ կան, որոնք առանձնահատուկ խնամքի կարիք ունեն եւ կարծում եմ մեր ավանդույթի շատ կարևոր մաս է, որ դա յուրաքանչյուրը ընկալում է որպես պարտավորություն, որը ինքը պետք է անի, ընդ որում ոչ թե այսպես ասած դե յուրե պարտավորություն, այլ բարոյական պարտավորություն, որը մեր ինքնության մասն է, մեր ինքնագիտակցության մասն է եւ այդ արժեքները շատ կարեւոր են։ Ես նկատի ունեմ, պետք է նաեւ այս քննարկումների ընթացքում մենք ճիշտ զատորոշենք թեմաները իրարից, որպեսզի մեր արժեքները եւ այն ինչ որ իսկապես մեզ համար արժեքավոր է, չխառնենք այն մյուս երևույթների հետ, որովհետեւ դրանք նախ շատ մոտ են իրանց դիստանցիաները այդքան շատ հաճախ նկատելի չեն, բայց որ դիստանցիաները կան եւ դրանք տարբեր երևույթներ են, իհարկե էս էլ պետք է անպայման հաշվի առնել։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, եթե չկան, հարցը դնում եմ քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։